թե ինչպես տղան փրկեց քաղաքը։ Կիրգիզական հեքիաթ։ Ասում են, տարիներ առաջ ապրելիս է լինում մի պատերազմասեր խան, Ջանիբեկ անունով։ Նա շատ դաժան է լինում, անհաշտ, միշտ էլ պատճառ է փնտրելիս լինում որևէ մեկի վրա հարձակվելու համար։ Ջանիբեկին հարևան է լինում մի ուրիշ խան, Սուլթանամիտ անունով։ Ջանիբեկը օրերից մի օր որոշում է ոչնչացնել Սուլթանամիտի խանությունը և պաշարում է նրա քաղաքը։ Սուլթանամիտը խորհրդի է կանչում իր զինակիցներին։ Որոշում են, թե ինչպես անեն այս չարիքից ազատվելու համար։ Հավաքվածները շատ են վիճում, տալիս առնում են, բայց մի խելքը գլխին բան այդպես էլ չեն կարողանում գտնել։ Հենց այդ ժամանակ էլ խանի մոտ է գալիս ամլիկ ձի հեծած, հին մուշտակ հագած մի տղա։ Ինչ ես ուզում։ Դու դեռ երեխա ես, և ոչնչով օգնել մեզ չես կարող, ասում է խանը։ Տղան չի քաշվում և համարձակ ասում է. Էն մարդը, որը չգիտի, թե ուր պետք է քոչի և որտեղ յուրտը խփի, ժողովրդին կառավարել չի կարող։ Սուլթանամիտը շատ է բարկանում, ուզում է պատժել այդ հանդուգն տղային, բայց գործին խառնվում են ծերերը ու չեն թողնում։ Խանն ապրածկենը, ախր ինքդ էլ գիտես, մեր հին առածը այսպես է ասում. չարությունը թշնամի է, իսկ խելքը բարեկամ, արի այս անգամ խնայիր ես տղային։ Խանը համաձայնում է։ Այդ ժամանակ տղան համարձակ ասում է. Սուրհանդակի հետ ինձ Ջանիբեկ խանի մոտ ուղարկիր, հետս էլ մի ամենաբարձր ուղտ ու ամենածեր այծ դրեք։ Տղային տալիս են ամենաբարձր ուղտը և ամենածեր այծը, և ճանապարհ են գցում դեպի ահեղ Ջանիբեկ խանի պալատը։ Տղան ուղտին հեծած, այծին էլ հետևից քարշ տալով, գալիս է Ջանիբեկ խանի մոտ։ Երբ նա պալատի բակն է մտնում, խանը դեմն է դուրս գալիս ու սպառնալից հարցնում. Որտեղից ես գալիս այ տղա։ Տղան չի վախենում. Ես Սուլթանամիտի խանությունից եմ գալիս, ասում է տղան։ Ջանիբեկ խանը կատաղում է. Դու անպետք լակոտի մեկն ես, միթե ձեր մեջ մի մեծ, ամենամեծ մարդ չկար, որ քեզ են ուղարկել։ Տեր իմ, պատասխանում է տղան, եթե ուզում եք ամենամեծի հետ խոսել, ուրեմն խոսեք ուղտի հետ, նա մեր քաղաքում ամենամեծն է։ Այս ասելով տղան ուղտից ցած է թռչում և կենդանում քարշ է տալիս դեպի խանը։ Խանը իրեն բոլորովին կորցնում է կատաղությունից։ Ես հարցնում եմ, ասում է նա, միթե ձեր մեջ ավելի պատվավոր, ճերմակամորուս մարդ չկար։ Տղան նորից չի վախենում։ Տեր իմ, եթե ուզում ես խոսել տարիքն առածի հետ, ապա խոսիր ես ճերմակամորուս այծի հետ, նա մեր քաղաքի ամենածերն է։ Խանը զարմանում է տղայի սրամտության վրա։ Դու շատ քաջ ու խելոք ես, ասում է ահեղ խանը։ Քեզ պարգև եմ ուզում տալ։ Ասա, ինչ ես ցանկանում։ Ինձ էնքան հող նվիրիր, որքան կարող է տանել իմ ուղտի մորթին։ Խանը ժպտում է այդ պահանջի վրա և գլխով է անում ի նշան համաձայնության։ Այդ ժամանակ տղան սպանում է ուղտին, մորթուց շատ բարակ շերտեր կտրատում, դրանից մի նեղ, բայց շատ երկար գոտի է հյուսում և այդ գոտու մեջ է առնում շրջապատված հայրենի քաղաքը։ Էս է իմ ցանկությունը, ասում է տղան։ Այսպես տղան իր խելոքության ու համարձակության շնորհիվ թշնամուց փրկում է իր հայրենի քաղաքը։